Աշխարհի բնակչության մոտ 80%-ն ունի գլխացավ։ Պատճառները տարբեր են՝ աշխատանքի բնույթից մինչև սթրես եւ տրավմա, կախված ցավի տեղակայումից եւ բնույթից կարելի է կատարել ճիշտ ախտորոշում, ապա գրագետ բուժում։ Այսօր մասնագետի հետ կխոսենք գլխացավերի, դրանց առաջացման պատճառների եւ բուժման մեթոդների մասին։ Իսկ միջ այդ առաջարկում եմ դիտել տեսանյութը, որ այն սննդատեսակների մասին է, որոնք կարող են ուժեղացնել գլխացավը։ Բրիտանացի գիտնականները պարզել են, որ սառը մթերքը գլխացավ է առաջացնում։ Չափազանց սառը սնունդ ընդունելիս արյան կտրուկ ներհոսք է տեղի ունենում դեպի գլխուղեղի անոթներ, որոնք այդ պահին լայնանում են։ Արդյունքում ուժեղ գլխացավ է առաջանում։ Գիտնականները պնդում են, որ ուղեղին բնականon աշխատանքի համար իդեալական պայմաններ են հարկավոր։ Շատ մասնագետներ ասում են, որ խաղողը ևս գլխացավ է առաջացնում։ Գլյուկոզայի բարձր պաշարը բացասաբար է անդրադառնում հատկապես ճնշում ունեցող մարդկանց վրա։ Գլխացավերի, դրանց առաջացման պատճառների եւ բուժման մեթոդների մասին կխոսենք Երևանի պետական բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի դոցենտ Աշոտ Քոսյանի հետ։ Բարի լույս, պարոն Քոսյան։ Բարև ձեզ։ Գլխացավը ախտանշան է թե հիվանդություն։ Գլխացավը գրեթե ամենահաճախ հանդիպող ախտանշաններից մեկն է, դա հիվանդություն չի կարող լինի, որտեղ դա ընդամենը մի սիմպտոմ է, մի ախտանշան է եւ կարող է հանդիպել շատ բազմաթիվ հիվանդությունների ժամանակ, ինչպես նյարդային հիվանդությունների ժամանակ, այնպես էլ շատ ուրիշ տարբեր ծագում ունեցող հիվանդությունների ժամանակ, ընդհանրեն քիթկոկորտի հիվանդություն, աչքի հիվանդություն, թերապևտիկ եւ այլն։ Դա մի ախտանշան է ուղղակի, բայց համարյա թե ամենահաճախ հանդիպող ախտանշաններից մեկն է։ Իսկ ինչպես հասկանալ, որ գլխացավը բուն ինչ-որ լուրջ խնդրի պատճառով է առաջացել, այլ ոչ թե սովորական հոգնածության արդյունք է։ Գիտեք, ինչ կա մարդը ինքը ինչ-որտեղ զգում է, իհարկե, գլխացավը ես չեմ պատկերացնում, ինչ-որ աշխարհում մարդ ծնված լինի, որ գլխացավ զգացած չլինի։ Բոլորի մոտ է լինում է գլխացավ, բայց եթե գլխացավը կրում է անդուր բնույթ, անընդհատ նեղում է հիվանդին եւ հիվանդի կյանքի որակը փոխում է, միանշանակ պետք է դիմել բժշկի, որտեղ ցավոք սրտի մեզ մոտ շատ հիվանդներ սիրում են զբաղվել ինքնաբուժությամբ, կամ իրանք են գնում դեղատնից դեղարանում, կամ դեղատան աշխատողներ, որոնք ցավոք սրտի ոչ բոլորն են դեղագործական կրթություն, նրանք են բուժում, նշանակում է հիվանդները սկսում են բուժվել այդ գլխացավից ոչ ճիշտ, ոչ գրագետ ձևով, նույնիսկ գրականության մեջ կա հետևյալ տերմինը աբուզիսային գլխացավ է, դա նշանակում է չարաշահման գլխացավ է, շատ հաճախ, եթե հիվանդը շատ հաճախ է խմում ցավազրկող դեղորայք, իրանք դեղորայքը կարող են բերել գլխացավի առաջացման։ Ամեն դեպքում, եթե գլխացավը հիվանդին նեղություն է տալիս, դա ոչ թե լարվածության ցավ է, ընդհանրենք հոգնածության է, միանշանակ պետք է դիմել բժշկի։ Խնդրում եմ մի փոքր մանրամասնեք, հիմնականում որ հիվանդությունների պարագայում է գլխացավ առաջանում։ Գլխացավը, եթե գլխի հետ կապված հիվանդ, եթե նյարդային համակարգի հետ կապված հիվանդություններ են, դա ամենահաճախ հանդիպողը դա իհարկե լարվածության գլխացավերն են, կամ մկանային կամ հոգեկան լարվածության գլխացավերը, դա բավականին հաճախ են հանդիպում, միգրենն է բավականին հաճախ բերում գլխացավերի։ Դրանք ես թվարկում եմ ոչ վտանգավոր գլխացավերը, բայց կան նաև վտանգավոր պատճառներ, շատ կան պատճառներ, շատ պատճառներ կան, իսկ վտանգավոր պատճառները դա իհարկե ինսուլտներն են, դա մինինգիտներն են, ուղեղի տաղանդի բորբոքումները, դա բաց թողած ուռուցքներն են, որ կարող արդեն գլխացավ առաջացնել։ Ընդհանրապես գլխի ինքը գլխուղեղը չունի ցավային ռեցեպտորներ, ինքը ցավ չի զգում։ Գլխի մյուս բոլոր բաները կարող են զգան գլխացավ, ասեն գլխի տարբեր թաղանթները կարող են զգան մաշկը, սկալպը եւ այլն, բայց ինքը գլխուղեղը ցավ չի զգում։ Եվ դա համար գլխացավի պատճառը գլխուղեղի հետ հաճախ կապված չի լինում։ Իսկ այդ սովորական գլխացավից, եթե հոգնած ես գլուխացավը, դրանից անհանգստանալ պետք է, թե դա սովորական երևույթ է։ Ամեն դեպքում, եթե գլխացավը մարդուն նեղություն է պատճառում, միանշանակ պետք է դիմել բժշկին, որտեղ պետք է պարզել ցավի պատճառը։ Հաճախ գիտեք ինչ կա, չի ցավում այն մասը, որը ախտահարված է, կան ճառագայթող ցավեր, այդպես ասած, ճառագայթող ցավեր։ Ընդհանրենք պարանոցի խնդիրները, պարանոցի ողնաշարային խնդիրները կարող են տան դեմքի ցավեր։ Նյարդերը, որոնք նյարդավորում են գլխի մաշկը դուրս են գալիս ողնուղեղից, մի մաս նյարդերը։ Եվ եթե ախտահարվի ողնուղեղի հատվածում, կարող ցավը լինի դեմքի շրջանում։ Այսինքն պարտադիր չէ, ոնց է ցավացող մասը ախտահարված լինի։ Եվ դրա համար մարդիկ պետք է իմանան, եթե ցավում է, պետք է իրանք կողմնորոշեն նախավարժ այդ ցավը իրանց ինչ աշխանի նեղություն է պատճառում, եւ եթե ցավը չի կրում սիստեմատիկ բնույթ, ասենք 1000-ից 1 կարող մի քիչ հոգնած լինի, մի քիչ ասենք ծխախոտը չարաշահի, մի քիչ խմիչքը չարաշահի, դա հասկանալի ցավեր են, դրանք պետք չի դա որ մարդը դրան ինչ որ շատ լուրջ
վերաբերում, բայց եթե ցավը կրում է սիստեմատիկ բնույթ, հաճախ առաջանում է առանց պատճառ, առանց ոչ մի դրդապատճառ, կամ ինչ որ կոնկրետ կա դրդապատճառով միշտ առաջացնում է ցավ, իհարկե հիվանդը պետք է դիմի անպայման գրագետ բժշկական կոնսուլտացիա եւ հետազոտվի, միանշանակ պետք է հետազոտվի պատճառը բարձելու համար։ Իսկ ինչպես է գլխացավի բուժումը կատարվում։ Յուրաքանչյուր հիվանդության բուժումը պրինցիպ կա, ընդհանրապես դեղորայքային բուժման հիմնական պրինցիպը դա թիրախի բուժումն է։ Ինչ է դա նշանակում։ Եթե մենք գնում ենք որս անելու, մենք կրակում ենք որսի վրա, ոչ թե օդ ենք կրակում։ Դա դեղագործության հիմնական ֆարմակոթերապիայի հիմնական պրինցիպն է։ Պետք է բուժել պատճառը։ Եթե գլխացավ ունի, ցավազրկողներ հիվանդի նշանակել, դա ճիշտ չի, որտեղ եթե լինում է հրդեհի ժամանակ բոցը այրում է, բայց պատճառը այն ցախն է, որ վառվում է։ Եթե մենք ջուրը պահենք բոցի վրա եւ ցախի վրա չպահենք, հրդեհը կշարունակվի։ Նույնը գլխացավն է, եթե մենք սկսենք բուժել ցավը, դա բոցն է։ Մենք ոչ մի բան հիվանդ չենք։ Ցավը զրկող իմաստ չունի։ Պատճառը եթե դուք վերացնեք, ցավը ինքնից ինքան կվերանա։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Սովորական թվացող գլխացավն անգամ կարող է լուրջ ազդանշան լինել։ Մի անտեսեք ոչ մի ազդանշան եւ ապրեք առողջ։